Նիկոլ Փաշինյանը չգնաց ռիսկի փաստորեն այդ 3 ընտրատեղամասում չկատարած վերաքվեարկություն, չնայած այնուամենայնիվ այդ 3 տեղամասի արդյունքների չեղարկումը բերեց ընդհանուր ընտրությունների նոր արդյունքի։ Այսինքն վերջն արդյունքը փոխվեց։ Դրա որպես հետևանք Բարգավաճ Հայաստանը կամ ինչպես դուք ասեք Ծառուկյանը չստացավ իր 4%-ը, որպեսզի հաղթահարի շեմը, բայց այնուամենայնիվ դրանով հանդերձ Նիկոլ Փաշինյանը փորձում է, որը շատ վիճարկելի թեզ է, փորձում է հետևյալ թեզով հիմնավորի իր դիրքորոշումը, որ իրենք որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցություն իրենք լեգիտիմ են, որտեղ իրենց ստացած քվեն որևէ խախտումով չի։ Իսկ անդիմությունը փաստացի լեգիտիմ չի։ Անդիմությունը այդ 3-ը հիմնականում դրանք լեգիտիմ չեն, որտեղ իրանց ստացած քվեն բան չի։ Ընտրակաշառքով է ստացված,